Մենք բոլորս խաղամոլներ ենք։ Ազարտային ավտոմատները մարդու հոգեբանությունը օգտագործում են իրա դեմ, այսինքն ամեն անգամ չի, որ շահում ա լինում, բայց երբեք չգիտես։ Մի անգամ կարող ա ոչինչ չլինել, հաջորդ անգամ կարող ա շատ մեծ շահում լինել, իսկ ուղեղը անընդհատ սպասում ա դրան, անդադար ուզում ա փորձել, որովհետև քանի որ կա ակնկալիք ու դրան հասնելու ձգտում, ամեն անգամ կոճակը սեղմելուց ձեր ուղեղը դոպամին ա ստանում։ Դա շատ լավ հասկացել են ինժեներները ու այն մասնագետները, ովքեր ստեղծել են սոցհարթակներում կարճ ֆորմատով տեսանյութերը։ Ոգեշնչվել են խաղամոլների վրա կատարված փորձերից ու ստեղծել պրոդուկտ, որ օգտագործում եք դուք ու ձեր երեխեքը։ Բոլոր ռիլերը չեք մինչև վերջ նայում, բոլորը չեք լայքում կամ ուղարկում ձեր ընկերներին, բայց անդադ փորձում եք հետաքրքիր ինչ-որ բան գտնել ու այս դեպքում շահումը հենց այդ է։ Ուղեղը դոպամին ա ստանում էկրանը թերթելուց, իսկ շահումը չնայած որ երաշխավորված է, չգիտեք թե երբ կլինի, դրա համար անընդհատ փորձում եք։ Ի տարբերություն ֆիլմերի, սերիալի էպիզոդների ու հաղորդումների, ինքը չունի վերջ։ Ամեն օր ավելի շատ կոնտենտ է տեղադրվում, քան կհասցնեք նայել անգամ եթե 24 ժամ դրանով եք զբաղված։ Գոյություն ունեն ալգորիթմներ, ամեն ինչի մասին մտածված է ու մտածված է մարդկանց կողմից, ովքեր հենց դրա մասնագետն են ու արդեն հասցրել են բավականին մեծ վնաս պատճառել։ Google-ը, TikTok-ը, YouTube-ը, Meta-ն, այստեղ աշխատելու համար պիտի շատ խելացի լինես։ Ու այս մարդկանց դեմ պայքարում են երեխեքը, ովքեր ծնված օրվանից հեռախոսը ձեռքին են մեծանում։ Իրանք չեն էլ հասկանում, որ իրանց փորձում են վնասել։ Այս հարթակների նպատակը ոչ թե մեզ ինչ-որ բան վաճառելն է, այլ այն, որ օգտագործեն մեր ժամանակն ու ուշադրությունը որպես պրոդուկտ ու վաճառեն գովազդ տեղադրող ընկերություններին։ Եթե խաղամոլները զոհաբերում են գումար, մենք զոհաբերում ենք ավելի կարևոր մի բան, որ մեր ժամանակն է։ Էկրաններից կախվածությունը մեր օրերում ամենամեծ վտանգներից մեկն է ու իրականում ամեն ինչ ավելի սարսափելի է, քան պատկերացնում ենք, եթե չենք խորացել։ Դրա համար, եթե ուզում եք ամբողջական տեսանյութ, ավելի մանրամասն խոսենք այս թեմայով YouTube-ում, մեկնաբանություններում նորից պլյուս ենք դնում։